Թող փառավորվի Տիրոջ անունը, սիրելիներ։ Աստծո ողորմությամբ ես ուզում եմ մի փոքր կիսվեմ այն ինչ որ իմ սրտի մեջ կա։ Կխնդրեմ որ աղոթք կանեք, որպեսզի կարողանամ այն ինչ որ կա փոխանցեմ ձեզ։ Ուրեմն պիտի կարդամ Հովանու ավետարան 3-րդ գլուխ 3-րդ համարից մինչև 6-րդ համարները։ Հովանու ավետարան 3-րդ գլուխ 3-րդ համարից մինչև 6-րդ համարներ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, կարող չէ Աստծո արքայությունը տեսնել։ Նիկոդեմոսը նրան ասեց. Մարդ ինչպես կարող է ծնվել, որ ծեր է։ Միթե կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել եւ ծնվել։ Հիսուսը պատասխանեց. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը տեսնել։ Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը։ Նիկոդեմոսը ինքը վարդապետ էր հրեայից, ուներ գիտություն, որոշակի, բայց Հիսուս Քրիստոսի հետ երբ որ եկավ հանդիպման, Հիսուսը ավելի կոնկրետ բան առաջարկեց իրան։ Ասավ մինչև վերստին չծնվես չէ, Աստծո արքայությունը չես կարող տեսնել եւ հաջորդ պարագայի մեջ ասма չես կարող մտնել։ Շատ ասվեց սրա մասին, որ վերստին ծնունդ նշանակը մա մտածելակերպի եւ ապրելակերպի փոփոխություն։ Սա ուղղակի ընդամենը հակիրճ, երբ որ եղբայրներն ասում են ինչ է նշանակում վերստին ծնունդ, այսինքն մտածելակերպի եւ ապրելակերպի փոփոխություն, սա ընդամենը հակիրճն է այն ինչ որ ինքը իր մեջ ընդլայնում է, պարունակում է։ Դա մի քիչ խորը հասկացողություն է, սիրելիներ, եւ ուզում եմ այսօր մի պահ մենք սրա վրա մի փոքր շատ հակիրճ նայենք ու թող Տերը օգնի, որպեսզի մենք միտք առնենք այս ամենից։ Առաջինը, որ Նիկոդեմոսին ասավ, մինչև վերստին չծնվես, կարող չես տեսնել։ Եվ ուշադրություն դարձրեք մտածելակերպի եւ ապրելակերպի փոփոխություն։ Իզուր չի այսպես հերթականությունով դրված։ Մարդը մինչև չտեսնի, ջանք ու եռան չի խնայի, որպեսզի մտնի։ Եթե մի բան չեմ տեսնում, ես դրա վրա չեմ էլ մտածում, իմ մեջ ինչ որ բան չի առաջանում, որ ես այդտեղ հայտնվեմ։ Բայց երբ որ ես տեսնում եմ, արդեն ես իրոք են իրական տեսողության մասին է, ոչ թե թվացյալ, իրական տեսողության մասին էր այստեղ Հիսուս Քրիստոսը խոսում։ Ասավ Նիկոդեմոս, դու վարդապետ ես եւ դու սա չգիտես, որ մարդ նախ պիտի տեսնի։ Ես միշտ երբ որ կարդում եմ այս խոսքերը, ինձ համար հետաքրքիր էր, ասենք sense ինչի աշեշտում տեսնի, հետո մտնի։ Ու իրոք կուզեմ են ինչ որ հասկացել եմ փոխանցեմ ձեզ։ Տեսեք ինչ ա գրված ուրեմն Առաջի Պետրոս առաջի գլուխ 13 համարում այսպես է գրված. Նրա համար ձեր մտքի մեջ կգոտեպնդած եւ զարթնացած կատարելապես ուսացեք այն շնորհքին, որ հայտնվում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունում է։ Եվ Հովանու 3-րդ գլխի մեջ այսպիսի խոսքեր կա գրված, վերջի եկեղեցուն ուղված էր Հիսուսի կողմից, դեր դիր աչքերիդ, որպեսզի տեսնես։ Մարդը ինչպես պիտի տեսնի այդ երկնքի արքայությունը, իհարկե միանշանակ ճանապարհը մեկն է՝ Հիսուս Քրիստոսի հայտնությունով։ Մինչև Քրիստոսի փառքի լույսը չգա իմ ու քո կյանքի մեջ, մինչև մենք չխնդրենք, որ Տեր օգնի, որպեսզի ես կարողանամ այն տեսնեմ, ես իմ կյանքի մեջ հետագա գործողությունների մեջ կկաշկանդվեմ ինչ որ բան անելու։ Հիմա տեսեք Եբրայեցիս 11-րդ գլխի մեջ
Մեր եղբայրը գրքի հեղինակը շատ հետաքրքիր ներկայացնում է հավատքի մարդկանց կյանքի ընթացքը։ Եվ տեսեք ինչ ագրված նույն Եբրայեցիս 11-րդ գլխի 13 համարից այսպես ագրված. Սրանք ամենքը մեռան հավատքի մեջ առանց խոստումները ստանալու, այլ հերվանց տեսնում էին նրանց եւ ուրախանում եւ բարևում էին եւ դավանում, թե օտարներ եւ պանդուխտներ են երկրում են, որովհետեւ այնպիսի բաներ խոսողները հայտնի ցույց են տալիս, որ մի հայրենիք են որոնում, եւ եթե այն են որոնում, որից դուրս են եկել, ապա քեն, այսինքն տակավին դեռևս ժամանակ ունեն ետ դառնալու, բայց հիմա ավելի ազնիվին են ցանկանում, այսինքն երկնավորին։ Այդ հավատքի մարդիկ, ովքեր հսկայական գիգանտ անձնավորություններ են եղել ժողովուրդ ջան, նրանք տեսել են այդ ամենը, կարդացին, որ տեսան, ողջունեցին, հասկանում եք, հավանություն տվեցին եւ առաքյալը մեզ ամեն մեկիս հուշում է կարծես թե նրանք ոչ թե այն երկիրն էին տեսնեն, որից որ դուրս էին եկել, ապակեն ասում, այսինքն տակավին դեռևս ժամանակ ունեին նորից վերադառնալու այնտեղ, որից որ դուրս էին եկել, նրանք դա չէին նայում։ Նրանք նայում էին այն, որը որ կարծես թե շատերի համար անտեսանելի է։ Հոգևոր մարդիկ, Աստծո հետևից իրական գնացող մարդիկ, գիտեք, այս մարդիկ մի քիչ տարօրինակ են այն մարդկանց համար, ովքեր այս մարդկանց կարգավիճակի մեջ չեն։ Հիմա այս մարդը տեսնում է անտեսանելին, այդ երկնային արքայությունը, իրան բացվել է դա, եւ ինքը գնում է այդ արքայության ճանապարհը բռնած։ Բայց նա որ նա չի տենում ժողովուրդ ջան, իր համար այս տեսնող մարդը մի տեսակ անհասկանալի մարդ է։ Իր տրամաբանությունից դուրս մարդ է։ Որովհետև չի հասկանում, որ այս մարդը ուր է գնում, բայց այս մարդը հասկանալով է գնում, գիտեք։ Ասում են նրանք տեսան եւ ողջունեցին։ Թող Տիրոջ անունը փառավորվի, որ իրոք Աստված օգնի մեզ, որ մենք կարողանանք տեսնենք։ Թող Աստծո լույսը գա մեր կյանքի մեջ, որպեսզի մենք հասկանանք, մեր միտքը բացվի։ Ձեր մտքի մեջ կկարդացին չէ, գրված է Պետրոս առաքյալը գրում է, ճշմարտությամբ գոտևորված կատարելապես հուսացեք։ Այն որ դուք տեսնում եք ու Աստծո հայտնությունով եկել է իմ ու քո կյանքի մեջ, մենք սա պիտի տեսնենք ու ամուր բռնենք ու գնանք դրա հետևից։ Եթե չես տեսնեմ, գիտեք, ուղղակի ընդամենը պիտի շոշափելով, խարխափելով ման գաս։ Երբ որ Ղովտի մոտ մարդիկ եկան, հրեշտակները եկան, չէ, ասма քաղաքի մարդիկ եկան, Ղովտի դուռը ծեծում էին, բայց ինչ կատարվեց։ Ասма երբ որ Ղովտը դուրս էր եկել, բարեխոսում էր այդ մարդկանց հետ, որ այդ մարդիկ իմ հյուրն են, եւ այլ, ասма եւ հրեշտակները Ղովտին ներս բերեցին տուն եւ այդ մարդկանց կուրությամբ զարկին։ Ու ասма խարխափելով տան դուռը փնտրում էին ու չէին գտնում։ Այն մարդը, որ ում հոգու աչքերը չի բացվել, ով երկնքի արքայությունը չի տեսել, ում մտքի մեջ Աստծո լույսը չի ծագել ժողովուրդ ջան, այս մարդը ինչքան ուզում է գա ու գնա, ինքը պիտի խարխափի, ինքը չի տեսնում, ինքը չի հասկանում, թե ուր է գնում։ Դրա համար շատ շատերը գալիս են, բայց չեն համարձակվում, կներեք պիտի ասեմ, Աստծո հետ ուխտի մեջ մտնելու, որովհետև չեն տեսնում։ Ուստի մենք պիտի խնդրենք, որ Տեր օգնի, հայտնության գրքի մեջ խորհուրդ է տալիս Տերը ինքը մեզ, դեղ դիր աշկերիդ, որպեսզի տեսնես։ Այդ կուրությունը, գիտեք,
դեռևս կարելի է այսպես ձևակերպել, մենք ժառանգել ենք Ադամից ու Եվայից Եդեմական պարտեզի մեջ, երբ որ նրանք կուրացան Աստծո խոսքը մերժելով եւ այդ վթարի հետևանքով կուրությունը պատեց։ Բայց Քրիստոսի խաչի չարչարանքի շնորհիվ, տառապանքի եւ այդ արյան շնորհիվ մենք այսօր ունենք այդ հնարավորությունը նորից մեր աչքերը բացվելու ու նորից տեսնելու, որպեսզի բռնենք այդ ճանապարհը, սիրելիներ։ Այո, այս մարդիկ տեսնում էին, ողջունում էին, տարօրինակ մարդիկ էին, իհարկե։ Մարդը միայն այս ձև կարա, մարդը մինչև չհասկանա, ասում է կույրին չի կարա առաջնորդի, այսինքն եթե չեք տեսնում, ուր են գնեմ։ Գիտեք, շատ մարդիկ, ովքեր որ տեղ չեն հասել, ովքեր որ տեղ չեն հասել, կհամարձակվեմ ասեմ, որ չեն տեսել այդ արքայությունը։ Այլապես նրանց կյանքը լրիվ ուրիշ ձև կձևավորվի, ուրիշ ձև կդասավորվի, ուրիշ ընթացք ունենան այս մարդիկ։ Մենք պիտի խնդրենք, որ Տեր այո օգնի, որ ես տեսնեմ այնտեղ կյանքը, որտեղ որ պահված է, ես դա տեսնեմ։ Այս մարդիկ այո ասում են ժամանակ ունեին հետ դառնալու, բայց նրանք դա չէին որոնում, նա որոնում էին անտեսանելին տեսնողի պես տեսնելով, գնում էին նրա հետևից եւ խոստովանվում էին, որ պանդուխտներ են եւ օտարականներ են։ Այ այսօր մենք բոլորս պանդուխտ եւ օտարական ենք այս աշխարհի մեջ։ Ուր ենք գնեմ։ Ուր ենք ուզում հասնենք։ Եվ թող Տերը օգնի, որ իրոք մենք կարողանանք այո տեսնենք։ Եվ հաջորդ քայլը Նիկոդեմոսին ասավ, եթե տեսնես, անշուշտ կմտնես, բայց ինչպես կմտնես։ Հաջորդ պարագայի մեջ ասում է, որ ջրից եւ հոգուց։ Մենք գիտենք, որ ջուրը դա ավետարանի մեջ Աստծո խոսքի խորհուրդն ունի։ Մինչև մարդը չտեսնի իր կյանքի մեջ Աստծո խոսքը եւ Աստծո հոգին իր ուրույն տեղը չի ունենա։ Ինքը չի սկսի առաջնորդվել այդ խոսքով, ինքը չի գնա այդ խոսքով, գիտեք։ Սիրիր թշնամուտ, Աստծո խոսքն է։ Սիրի թշնամուտ։ Եթե դու երկնայինը չես տեսել, դու չես կարա սիրես քո թշնամուտ, այդ խոսքը քեզ չի առաջնորդի։ Դու կասես թշնամին ով է, որ ես սիրեմ նրան, որովհետև նա ինձ ցավացրել է, որովհետև նա ինձ վշտացրել է, որովհետև նա իմ լավը չի ուզում, ինչպես սիրել մեկին, որը որ քո լավը չի ուզում։ Բարի կարա բոլորին։ Հնազանդ եղի ժանտաբարոներին։ Ինչպես։ Ավետարանի խոսքն է, երբ որ ես տեսնում եմ երկնայինը, ես տեսիլքով տեսնում եմ այդ ամենը, հասկանում եք, իմ մեջ բացվել է դա, Քրիստոսի հայտնությունով ես դա տեսել եմ, ես արդեն համաձայնվում եմ, որ Տեր, այո, թող քո հոգին գործի իմ կյանքի մեջ, քո խոսքը առաջնորդի ինձ։ Հովանու ավետարան 16-րդ գլխի մեջ այսպիսի համար կա գրված, Հովանու ավետարան 16-րդ գլուխ, կուզեմ այդ համարը ընթերցած լինեմ, սիրելիներ, ուրեմն, բայց երբ որ 13 համարն է, 16-րդ գլուխ 13 համար, բայց երբ որ նա ճշմարտության հոգին կգա, նա կառաջնորդե ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձիցը չի խոսիլ, այլ ինչ որ կլսե կխոսի եւ գալու բաները կպատմե ձեզ։ Տեր Հիսուսը մեր օրինակն է։ Ինքը հոր հետ կապ ուներ։ Ինքը ամեն օր հորը տեսնում էր։ Գրված այսպես, ասում է, ես տեսնում եմ իմ հորը գործելիս, ես նրա հետ կապ ունեմ։ Եվ երբ որ ջրի մկրտությունից հետո տեսնում ենք ջրից դուրս եկավ, ինչա գրված,
հոգուցը անապատ տարվեցավ։ Հոգուցը անապատ տարվեցավ, այսինքն հոժարեց, որ այդ հոգին իրան առաջնորդի, որովհետև ինքը տեսնում էր։ Եվ երբ որ ես տեսնում եմ անշուշտ, ես պիտի թույլ տամ, որ Աստծո խոսքը եւ Աստծո հոգին իմ կյանքի մեջ ինձ առաջնորդեն, ու հանկարծ փորձիչը մոտեցավ։ Գրված է, չէ, քեզ երբ որ գցես, բայց ինչ պատասխանեց մեր Տերը։ Մի փորձիչ քո Տեր Աստծուն նաև գրված է։ Գրված է ոչ միայն հացով։ Հասկանում եք, Աստծո խոսքի առաջնորդությունն է։ Ես իմ թշնամուն սիրում եմ, ինչի, որովհետև Աստծո խոսքի պատվերն է, եւ այդ հոգին օգնում է ինձ, որովհետև ես տեսնում եմ այն, ինչը որ շատերը չեն տեսնում։ Այսօր մինչև մարդը չտեսնի, այո, լիարժեք աշխարհի հետ կապերը չի համաձայնվելու խզի, չի համաձայնվելու կտրի հետ բոլոր կապերը, բոլոր կամուրջները չի համաձայնվելու այրի։ Նորից պիտի դառնանք Եբրայեցիս գրքին, սիրելիներ։ Եբրայեցիս գրքի հեղինակը այսպես է գրում, նույն 11-րդ գլխի մեջ։ Հավատքի մարդկանց կյանքի կարծես ընթացքն է ներկայացնում 13 համարից, որ կարդացինք, նրանք տեսնում են, ողջունում են, բարևում են, հասկանում են, թե ինչի են գնում։ Հիմա տեսեք, ուրեմն 35 համարից պիտի կարդամ։ Երկրորդ պարբերություն, 35 համարի երկրորդ պարբերությունից մինչև ներքև, 38 համարները, սիրելիներ։ Ուրիշներն էլ խիստ չարչարվեցան, ազատությունը չընդունելով, որ լավագույն հարությանը հասնեն։ Մյուսներն էլ նախատինքների և ծեծերի, կապանքների և բանտերի փորձը առան, քարկոծվեցան, սղոցվեցան, փորձանքի մեջ ընկան, սրով սպանված մեռան, ոչխարի մորթերով և այծի կաշիներով ման եկան, կարոտություն քաշելով, նեղված, չարչարված, որ աշխարհը նրանց արժան չէր, անապատներում մոլորեցան, և այրերում, և սարերում, և այրերում, և երկրի խորոշներում։ Հզոր Աստծո մարդիկ, հավատքի գիգանտներ, որ այո, Սուրբ Գիրքը այնտեղ գրվում է, ասում է, որ բավական չի, ժամանակս հետ բավական չի ան, երբ որ մնացածների կյանքը ներկայացնեմ, բայց ինչ ասեմ, սրանք ազատությունը չընդունեցին, միթե հիմար էին, միթե անմիտ էին, միթե չէին հասկանում։ Ինչի սղոցվել, եթե կարելի է չսղոցվել, ինչի քարկոծվել, եթե կարելի է չքարկոծվել, ազատությունը չընդունեցին, որովհետև նրանք տեսել էին, ողջունել էին, և այդ հայրենիքն էին որոնեմ, ու գնում էին այդ հայրենիքին, և անշուշտ Աստծո հոգին առաջնորդելու էր, նրանց կյանքի մեջ, նրանց ընթացքի մեջ, այսօր հերթը մերն է, սիրելիներ, ես կուզեմ մի պահ մենք ուշադրություն դարձնենք, որքանով է իմ աչքերը բաց, այս աչքերի մասին չի, այս աչքերը շատ բան կարան տեսնեն, բայց չեն կարա տեսնեն, ինչ որ տեսնում է հոգու աչքերը։ Հոգու աչքերը կբացվի միայն մի դեպքում, երբ որ մենք դեղ գնենք, իսկ այդ դեղը դա Քրիստոսն է, այդ դեղը դա Քրիստոսի հայտնությունն է, ինչպես կարդացինք, որ հայտնվում է մեզ Քրիստոսի փառահեղ հայտնությունով, թող Տիրոջ անունը փառավորվի։ Այո, սիրելիներ, եթե այսօր ես չեմ տեսնում դա, չեմ էլ գնա մինչև վերջ, չեմ էլ գնա, ճանապարհի կեսին կմնամ, որովհետև չեմ տեսնեմ, թող Տերը օգնի, որ այո, այսօր օրը լինի, որ ես խնդրեմ, որ Տեր, ես ուզում եմ տեսնեմ, ես ուզում եմ տեսնեմ, կույրը եկել էր Հիսուսի մոտ ու ասում էր, ուզում եմ տեսնեմ, շատ կարևոր է, հոգու տեսողություն եմ ուզեմ, մարմնի տեսողություն չունենամ էլ, հոգիս տեսնի քեզ Տեր, որպեսզի ես փափագեմ, խոսքդ առաջնորդի ինձ, հոգիդ առաջնորդի ինձ, բայց այսօր Սուրբ Հոգին քեզ ասում է, վեր կաց գնամ, ինչի գնամ, որովհետև չեմ տեսնում ինչի համար պիտի գնամ, բայց երբ որ ես տեսնեմ, ես կվազեմ, Փիլիպոսի պես կվազեմ, Փիլիպոսին Տերն ասավ մոտեցի, գրված չի որ վազի, ասավ մոտեցի, իսկ Փիլիպոսը քանի որ տեսնում էր, այդ մարդը վազքով գնաց, որովհետև կարևոր գործ կար այնտեղ, Աստծո հոգին էր իրան առաջնորդը, բերեք կանգնենք աղոթքի։